Ողջույն։ Ողջույն։ Մեր հյուրերում у нас в гостях նավտից կասենք Գաստյախ ու нас։ Արմուշն է, Ահա։ գիշերային քաղաքն է։ Ոչ իմ խոսում ենք Արմենի մանկության տարիներից, հենց ասենք հիշողություններից, այն ինչ որ ինքը հիշում է իր առաջի տեսած կապ չունի ժանրը, բոևիկ կլինի ինչ, այդ ֆիլմերի ну մասին, դրանք ինչ ա հիշում կամ вообще ինչ կպատմի էլի։ Давайте Արմեն։ Փորձեմ հիշեմ։ Առաջի ֆիլմը, որը դիտել եմ կինոթատրոնում, դա Կոբրա կինոն էր, Սիլվեստր Ստալոնեի, Այո, ինչպես ասում են, որպես գլխավոր դերերում էր։ Ճիշտը որ ասեմ, ժանրից կոնկրետ բաներ չեմ կարա հիշեմ, հիշում եմ որ բոևիկ էր ինքը դրական դեր էր տանում։ մանյակն ինչ ես հիշում են, բան թրերը որ խփում են ճնճնք իրար։ Անասուն դեպքեր հիշում եմ, եկել շրամով մեկը կար, միշտ Օշնել ասում շրամով։ անը չեմ կարա հիշեմ, ճիշտ ասած։ Բայց լավ դերասան է, ինքն էլ լավ դերասան է իր ժանրում։ Երկրորդը ընդհանրապես էլի ֆիլմերից տպավորվել է Վան Դամի Այո, Վան Դամ, Ժան-Կլոդ Վան Դամ։ Այդ լավ կինո է, գիտես չէ՞, լուրջ։ Գիտեմ։ Ֆիլմի անունը կհիշացնես։ Հələ պատմի կինոն ասեմ։ Տոմպոն, որ Այդ կրավավի սպորտն է։ Կրավավի սպորտը։ Չէ, կիկբոքսերն է, Կիկբոքսերը, որ բայց դվայն հələ կներես միջը կիկբոքսեր դվայնը ուդարից մի երկու հələ սյուժետային, вообще ինչի մասին է դվայնը ուդարից։ Ոնց է սկսում որ իրանք վրոդի զույգ ախպերներ էին, բայց զույգ ախպերեն թշնամի էին, բայց հետո ոնց հալու։ Չէ, ոնց հալու որ իրանք դες տարբեր տեղեր են մեծանում, էլի, կա՞ ճիշտ այդ մոմենտը։ Ինչքան հիշում եմ փոքր ժամանակ ծնողները ավտովթար էին ենթարկվում, տեղից բաժանվում էին։ Չոտքի շար, մալադեց, ես ասում եի կարող չհիշես։ Սենց ասեմ, խնդալու է, բայց դուրը շատ է գալի, մեկ կրկին փորձում եմ կրկնօրինակեմ, երբ որ Վանդամը սրճարանում սկսում է ապարել է խմած։ Էդի կիկբոքսերն է արդեն։ Կիկբոքսերից եմ ասում, հա։ Բարը որ կրկնոր փորձում եմ կրկնօրինակեմ մեկ երբ որ ես եմ խմում, ինձ թվում է ստացվում է։ Տեսնենք մի օր։ Խմում ես ապի։ Խմում եմ։ Վերջերին ինչ կարող եմ ասել։ Դե մեր մանկության կամ երիտասարդության ժամանակվա այդպես ասած կինո հերոսները Սիլվեստր Ստալոնեն էր, Դոլֆ Լունդգրենը։ Իսկ դե մի հատ հարց մինչև այդ կինո հերոսներին շարունակես թվարկել էլի։ Հնդկական կինո չես հիշում։ Հիշում եմ հնդկական կինո։ Սարից տարել են փոքր վաղ կինոթատրոն ու ասենք նկարել են։ Ես ճիշտ ասած հնդկական կինոթատրոն չեմ նայել, ինչ նայել եմ։ Հա, իսկ ասած վիդեոները կար բաման, տենց ենք նայում։ Հերոստացույցով ինչ կինո ես հիշում հնդկական, այս կոնկրետ հնդկականի մասին է հարցը։ Փորձել հիշես էլի։ Զիտա Գիտան։ Ված չի, ուրիշ դզեց։ Ինձ է դզեց հիշեցի։ Այդ զույգերի հետ կապված մոտս կա էլի։ Դանսոր դիսկոն չես հիշում։ Դանսոր դիսկոն թեթև եմ հիշում։ Հա, քո այսինքն տպավորված լավ մեր բոլորիս մանկության կինո հերոսներից է։ Ու Շվարցնեգերը մոռացար ապել, ասի։ Չեմ մոռացել, չթողեցի որ շարունակեմ։ Դե ես ընդհատեցի, ոչ թե չթողեցի։ Ու ներողություն խնդրեցի դրա համար, մենակ չբոքսես ինձ իմի։ Չէ։ Как раз Ռոկին է ուզում հիշեի։ Այդպես։ Իսկ նա մնացածը ավելի ճիշտ կլինի հարցեր տակ պատասխանում։ Իսկ Ռոկի որ սերիան ես առաջինը տեսել, կհիշես։ Հենց առաջինն եմ տեսել։ Մենակ չասես Դրագոյի հետ որ կպնում է, շորտն է։ Դրագոյի հետ չէ։ Հա, Սևամորտ։ Սևամորտի հետ որ կպնում է, այդ առաջինն է, դու ճիշտ հիշեցի։ Հա։ Մի խոսքով հասանք Արնոլդ Շվարցնեգերին։ Արնոլդ Շվարցնեգերից տպավորված ֆիլմերից որ հիշում եմ, դա Կոմանդոսն է։ Անտիր ֆիլմը։ Թե ընտանիքի հայրը, այսպես ասած, աղջկա հետևից կրակների մեջով կյանքը զոհաբերելով ազատում է իր աղջկան, դա իմ համար այդ տարիքի էին, որ խոսքի չգիտեմ, ուժեղ մարդու, ուժեղ որ կերպար էր, շատ տպավորվել էր։ Արնոլդ Շվարցնեգերի ֆիլմերից այդ ժամանակահատվածում կարելի է նշել նաև Խիշնիկը, էլի շատ այն ժամանակվա տեխնոլոգիայով նկարահանված շատ ուժեղ էֆեկտներով, շատ ուժեղ կադրերով։ Բայց դու կմտածեի որ այդ Խիշնիկի դիմակի բանի տակ ռեալ մարդա բանալած դերասան։ Դե ժամանակ մի քիչ դժվար էր այդ ամեն ինչին հավատալը, որ
այն ժամանակահատվածում կարելի էր այդպիսի ինչ-որ հնարել, նկարել, Բայց սա գրիմ է ջոգում ես, ոչ Հա։ մի սպეციფიկ համարյա չկա, էլի։ չէ, շատ ուժեղ էր։ Երես մի տեղի կասեմ, այն ժամանակվա ֆիլմերը իմաստ էին թողում մի քիչ։ Հիմիկվանը մի քիչ որ նայում ես նոր ֆիլմերից շատերը, որ նայում ես, միանգամից թվում է մի հատ նայեցիր ու վերջ, հետո փորձում ես ինչ-որ մի հատ Ոչ տպավորվում է, ժանր չէ։ հիշես ինչ էր, ինչի համար էր, բոլորը միատեսակա ու ասենք, չգիտեմ, չի տպավորվում այնպես, ոնց որ այդ մեր ժամանակահատվածում էին նկարում։ Այն ժամանակա հիմա ավելի շատ սպეციფիկներն ու Այնքան շատ են ֆիլմերը իրար հետևից Հա, տալիս, դրա համար այն ժամանակ միտք էին փորձում նկարահանել, որ մարդկանց մոտ տպավորվի, հիմա ավելի շատ նկար, կադր, վիդեո, всё։ Ասենք թե ոնց կստացվի իրանց մոտ այս ինչ սպეციფիկը ստանալը, վերջ։ Ընդհանուր որ նայում ես բոլոր ֆիլմերը ոնց որ նույն ժանրից լինեն, նույն ֆիլմը լինեն, ասենք խոսքի նույն ֆիլմը տարբեր անկյուններից նայես, այսպեսի տպավորությունը իմ համար, չգիտեմ, հիմիկվա երիտասարդությունը ոնց է տեսնում, ոնց է գնահատում այդ ֆիլմերը։ Ինձ թվում է շատ թռուցիկ ձևով, ոչ մի հիմնավոր բան չկա, էլի։ Կարելի է ասել, ճիշտ է, չնայած այն հին ռեժիսորներից, ասենք հիմնականում Ռիդլի Սկոթն է, որ Ոչ չի խոսում։ փորձում է իր ոճը պահի, ինձ թվում է ստացվում է։ Մեկ է չեմ կարող ասեմ, չնայած վերջի Օդիսեի ռեժիսորը Քրիստոֆեր Նոլանն է, բայց նայել ես Օդիսեյը։ նայել եմ, բայց Բանով, որակով հեռախոսում մի քիչ հետաքրքրվեցի, ճիշտ ասած, ոնց է նկարահանումները եղել։ Իրականում ասենք նավով ջրի մեջ, ծովի մեջ, ոչ թե ասենք ինչ-որ սենյակում բասենում, այլ իրականում կադրը ստանալու համար ինչ-որ սարերի վրա, որ դերասանները իրականում հոգում էին խորացել ես, բայց մի հատ հարցնամ, քանի Ռիդլի Սկոթից ասիր։ Գլադիատորը քիչ առաջական որ դեսնես է ու երբ ես տեսել։ Գլադիատորը առաջի անգամ դու այդ վաղ բանակում էիր ոնց է։ Բանակից եկել ես։ Բանակից եկել եմ համակարգչով եմ նայել։ Այդ որ աշխատում էի այդ on-line կազինո բանատը։ Չէ, տանը։ Տպավորությունն է, առաջի տպավորությունն է Գլադիատորը։ Բոմբեր։ Իսկ երկրորդ Գլադիատորի մասին ինչ կասես։ Չեմ նայել երկրորդ Գլադիատորը։ Լուրջ ես նայ, դու աշխարհում երջանիկ մարդ ես, լուրջ։ Հա, որովհետև փնովումները շատ էին, որոշեցի չնայեմ, որ առաջինից չի ստապվել։ Հին ժամանակաշրջանից Ռեյմբոները, հա։ Հա, հին ժամանակաշրջանի Ռեյմբոները ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Ու ավելի շատ որ սերիան ես հավալնել, որ սերիան, հա, ինչելով երրորդն է, չէ՞ որ Աֆղանստանում վերտարությունների հետ ավելի շատ էտի է տպավորվել, որովհետև ավիացիայի հետ ուղիղ կապ ունեցող մարդ